Սահմանի ինչ իրավիճակ է հիմա կա, այստեղ է կապական ֆոնը ձեզ պատասխանել։ Իսկ ինչու է Բաքուն այս վերջին օրերին բարբերաբար Սահմանուն տիրող իրավիճակի վերաբերյալ պաշտպանության նախարարը ձեզ տեղեկացնում քննարկում է անհետ կորածների եւ աճյունների շատ կարևոր ներողություն եմ խնդրում։ Որ կանգնեք մենք շատ կարևոր հարց տվեց։ Շատ կարևոր հարց տվեց, այդ հարցը մեկնաբանեմ, այո, տեղի է ունեցել հանձնաժողովների հանդիպում։ Ընթացքում բազմաթիվ հարցեր են քննարկվել։ Իսկ գիտեք ինչ հարցերի մասին է խոսքը, մանրամասնություններով չեմ բացահայտի հիմա։ Քննարկում տեղի է ունեցել, պայմանություն ձեռք բերել, որ նշված աշխատանքները կշարունակվի։ Դրա վերաբերյալ ես հանդիպում եմ ունեցել նաև ծնողների հետ, տեղեկացվել են իրանք այդ հանդիպման արդյունքների վերաբերյալ եւ շարունակական աշխատանքի վերաբերյալ։ Ընդամենը չեմ ուզում մանրամասնեմ կետերով, քանի որ դա որոշակի գաղտնիություն է պարունակում։ Միայն մեկ տեղեկության հետ կապված եւ արդեն հնարավորին աճյուններ տեղափոխելու ժամկետներ կարող եք նշել։ Ժամկետներ չեմ կարող նշել, քանի որ դուք հիշում եք, սրանից մի քանի ամիսներ առաջ ես ասում եի, որ հանդիպումը տեղի ունենալու եւ այդ հանդիպումը վերջապես տեղի ունեցավ։ Հիմա փետրվարի 7-ին։ Փետրվարի 7-ին տեղի է ունեցել հանձնաժողովների հանդիպում եւ հիմա նորից նույն ձևի կպատասխանեմ, որ ամեն ինչ արվում է, որպեսզի հաջորդ հանդիպումը տեղի ունենա եւ դրա արդյունքում այն արձանագրված կետերը, որը հուզում է մեր անհատ կորածների ծնողներին, գերեվարվածներին, այդ հարցերի ամբողջական պատասխանը ստանանք։ Պարոն Աբազյան, իսկ եղել է հանդիպման ընթացքում քննարկում միջազգային ատյաններից հայցերի հրաժարման մասով, որտեղ ըստ էության ձեր հանդիպումից հետո կարճ ժամանակ անց փաստերն են այդպես Եղիշե Կիրակոսյանը հրաժարական տվեց, իրադարձությունները այսպես զարգացան։ Եղել է հանդիպման ընթացքում նման կետի շուրջ քննարկում։ Ես խնդրում եմ նշված հարցը պետք չի այլ դաշտ տեղափոխել։ Նշված հարցը կոնկրետ վերաբերում է գերիների անհետ կորածների հարցերին եւ մեր հանձնաժողովների կողմից միայն քննարկվում է նրանց վերադարձի, հայտնաբերման, որոնական աշխատանքների եւ այլն եւ այլն։ Պարոն Աբազյան, մի հարց էլ սահմանապահների մասով, քանի որ սահմանապահները տարբեր Ինչի՞ չեմ ուզում ավելի շատ մեկնաբանեմ կամ մանրամասնեմ, իհարկե տիրապետում եմ ամբողջական իրավիճակին, քանի որ իր մեջ որոշակի գաղտնիություն է։